Ձեր էկրաններին Մեսրոբ Մաշտոցն է եւ պատմություն դարձած այն իրողությունը, երբ Մաշտոցը ճանապարհ ընկավ ու նրա վերադարձն իր հետ բերեց հայոց այբուբենը, որը բոլոր սերունդների համար պիտի դառնար սրբություն։ Ինչպես եղել է դեռ 100 ամյակներ առաջ, այնպես էլ եղավ փետրվարի 21-ին Վանաձորի մանկավարժական ինստիտուտում։ Միայն թե բեմում ոչ թե հենց իրենք պատմության հերոսներն են, այլ այն սերունդը, որը ժառանգել է հայոց լեզուն։ Միջոցառման ֆորմատը այնպիսին է, որ ոչ միայն մայրենի լեզուն պետք է հնչի ոսկեղենիկ բեմում, այլ նաև հայրենիքը, այսինքն հայրենիք, լեզու եւ եկեղեցի այդ ամենն ենք վերհանել, որովհետեւ սրանք միասնություն են եւ ազգային գաղափարախոսություն են, որը ընկած է յուրաքանչյուր ազգի հիմքում։ Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով այսօր մայրենի լեզվի միջազգային օրն այն հռչակվել է 1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից եւ նպատակ ունի նպաստել լեզվական մշակութային բազմազանությանը եւ բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը։ Սա մեր ինքնության հիմնաքարն է։ Ուստի մայրենի լեզվի նկատմամբ ոչ թե միայն 1 տոն, 2 տոն, այլ ամեն օրյա տոնագադարություն պետք է անցկացնել, քանզի մենք մեր գոյության համար պարտական ենք մայրենի լեզվին եւ մեր հավատքին։ Միջոցառումը մեկ նպատակ ունի բարձր պահել մեր մշակույթը, մեր գիրը, մեր գրականությունը, այն ինչ որ ժամանակի ակունքներից է եկել եւ յուրաքանչյուրիս պարտքն է ամեն օր ամեն ժամ խոսենք մաքուր հայերեն։ Լեզվի տոն այն կոչված է սեփական լեզվով փառաբանել սեփական լեզուն, երբ առիթ ունես հիշելու պատմությունը եւ խոնարհվելու այն մարդկանց առաջ, ովքեր ստեղծել են քո հայոց լեզուն։ Մաշտոցյան շունչ ունեն հայ գիրը եւ մայրենի լեզվով ստեղծված արժեքները։ Այս գիտությամբ բեմում են ուսանողները, մանկավարժական ինստիտուտի վարժարանի սաները եւ Վահագնաձորի հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր ոչ միայն հպարտանում են սեփական լեզվով, այլ նաեւ կոչ են անում միանալ ու ճիշտ խոսել, նշելով, որ գեղեցիկ խոսելն ինքնին հարգանքի տուրք է սեփական լեզվին։ Սարգիս Գոքորյան, Վազգեն Մինասյան, Մոլորակ։